Կիրիենկոյի տեղական գործիքները հիբրիդային պատերազմի ուղիղ հրձիգ են դարձել եւ այդ կոնտենտը սպասարկողները, հա, ծնողները, դաշտ նետողները հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ իրենց գործն են կատարում։ Այդպիսի հայտարարությունները եւ այդպիսի կեղծ լուրերը միանշանակ լինելու են դաշտում։ Միանշանակ լինելու են, նպատակը մեկն է՝ ազդել ընտրությունների ելքի վրա։ Ընդհանուր տնտեսական գործիքակազմ կարող է կիրառվել եւ ես չեմ բացառում, որ այս փուլում արդեն իսկ կիրառվում է, սա էլ պետք է գիտակցել։ Եթե կար մի շրջան, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, սուվերենությունը, քաղաքացիների արժանապատվությունը, Ռուսաստանի Դաշնությունը իր Դոմ Մոսկվիների միջոցով գնում էր տայգայում 3 հատ խոզ, մեկ էլ մի հատ քոլիկ ու ռուսական կարմիր անձնագիր տալով, հիմա որոշել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գնել մի բալոն գազով։ Ու սա նոնսենս է, սա պետք է գիտակցի քաղաքացին։ Ելք կա միանշանակ։ Այսինքն դա անկախության գինն է։ Դե ես նորից եմ կրկնում, կար շրջան, որ մի փոր հացով, 3 հատ խոզով, մեկ էլ մի հատ քոլիկով ու ռուսական անձնագրով շահագրգռում Դոմ Մոսկվիների միջոցով Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին արտահանում էին բառի բուն իմաստով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի հեղափոխական տրամադրություններ այստեղ չլիներ, դա էլ Տիգրան Սարգսյանն է ասել, ԵԱՏՄ-իստ։ Հիմա ուրիշ մեթոդների են անցել։ Հիմա քանի որ նախընտրական շրջանը մի բալոն գազով են ուզում, հեղուկ գազով, երևի թե մի բալոն ուզում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արժանապատվությունը, սուվերեն պետություն ունենալու իրավունքը, ինքնիշխան պետություն ունենալու իրավունքը գնել։